Ձերի հետ մեկ ուրիշ օրինակ թե ինչա Եվրոպան, ինչ են պահանջելու։ Նայեք, մթերքները Հայաստանի արտադրանքը չեն ուզում, չէ՞։ Ես կասեմ, դա դու գիտեք Եվրոպայում չկա մաֆիա, չկա կոռուպցիա, չկա եւ այլն, պետական կոռուպցիա, եւ այլն։ Բայց տեսեք ինչ են պահանջելու։ Այս այգիա, չէ՞։ Նայ, ստե ծախում են։ Ստե ծախում են։ Այգում ծխել չի կարելի, եվրոպացիները գալու են ձեզանից պահանջեն, Նիկոլը կանի, մուսորներն են ման են գալու, այգում չեք կարողանա նստեք, կապ չունի, ես ինչ այգի է, որ, չեք կարողանալու նստեք Երևանում, օրինակ Կարապի լճիկոմը կասեն ծխել չի կարելի, հասկանում եք, սա ով որ չի ասում, Եվրոպան դա չարիք է, իսկ ԱՄՆ-ն թշնամի է ուղիղ, ինքը ռուսերեն ասեմ, էլի, էլ վերջի շլուխինի, ոնց ասեմ, շլուխին սինոկ, Նիկոլ Փաշինյան, մարազմի աստիճանը մի հատ գնահատեք, էլի, նայ, Ընդեղ չի կարելի ծխել էլի, նայ, ծխել չի կարելի, շունը չի կարելի, բայց սաղ շներով ման են գալիս, ծխել չի կա, որտև հիմարություն է, դե պարզ է, կրակ մրակ չգիտեմ ես իմ, առանց հետս ով տես բան կանի, բայց սաղ շներով ման են գալի, հեսա ծխել չի կարելի, չէ, բա այդ մարազմը ում համար են գրել, հիմա նայեք, ասում ծխել չի կարելի, չէ, ես ամեն օր, հեսա ակուրկեկը ցույց տամ, հեսա բիճոկները, հեսա, խնդրեմ, ու բոլոր նստարանների մոտ տենց է, լիքը բիճոկներ, սա ծխել չի կարելի, որտեղ մարազմ են, հիմա մի րոպե, այս էլ մյուս նստարանը, սա նշանակում է ծխել չի կարելի, սա մի բան էլ ասեմ ես, ուրեմն այս վերջերս Եվրոմիությունը հայտարարել է, որ այս Չեռնագորա կոչվածը ամենաառաջի բանն է, թեկնածուն է, որպեսզի առաջինը սրան կընդունեն, եթե էլի ընդունեն, այս Չեռնագորիա, ուրեմն Եվրոմիության ճնշման տակ սրանք օրենք են ընդունել, որ հեսա ռուսների բանը կրանտները փակեցի, ռուս ու սա ընդհանուր առմամբ սա ստեղի համ տուրիստ, համ ով որ եկել է, բոլորը Ռուսաստանից են, հիմա թողնում են, փախնում են, այնպես պայմաններ են գցել, արա ես էլի եմ կրկնում, բացի դրանից այդ Եվրոմիության ճնշումից, տասնամյակներով ապրում են անգամ ինչ-որ սերբական արմատներ ուներ, ռուսներ չեն տալի, ազնագիր չեն տալի, ոչ մի խոսք լինել չի կարող, Ղախպար Նիկոլ, դու ինչ ես տալիս, այդ ռուսները եկել են 20-30-ի ռուսները, եկել են, դրանցից աշխարհում դրանցից ոռմտող չկա, քանի տարի ուզում են մնա, որ պասպորտը ստանան, չհասկացա, սա ես Նիկոլին չեմ ասում, սա ընդհանրապես, եւ մյուս բանը, մաքսիմում ստե տասնամյակներով ապրում են, էլ ես չեմ ասում այդ ովքեր այդ կռվից են փախել, արդեն քանի տարի է, այստեղ մնում են մաքսիմում բան, այդ VNG ժամանակավոր թույլատրություն, մնալու թույլատրություն, վերջ, ու ամեն տարի բան են, վիզարան, չգիտեմ, սենց դուրս են գալի, հետ են գալիս, այսպես բաներ է, հասկանում եք, մյուս օրենքը, որ ընդունել են, այսի արդար է արդեն, տեսեք, եթե դու արտասա ռուս ես, եկել ես աստե ինչ-որ ձեռնարկություն ես բացում, կապ չունի ինչ, են որ Հայաստանում եկել են կոպեկներով բացում են ու արդեն էդ իրանց համար ես իմ հիմքա ամեն ինչի համար, ոչ, աստեղ, սրանց օրենքով, դու պետք է մինիմում ասենք 3 աշխատողից, 3 աշխատակցից, 2-ը պետքա տեղացի լինեն, այսինքն եթե Ղախպիցան ու ռուսները եկել են Հայաստան, ինչ կապ չունի, ինչ են բացել, արտադրամասա թե ինչ է, 2/3 աշխատողների պետք է լինեն
Հայաստանցին էլ։ Այսպես օրենք, այդ ղախպի տղան Նիկոլս էս մակալում է, թքած է, ինչի մասն է։ Հա։ Ջաջան կարծացել է, որ ծխել չի կարելի, իհարկե։ Այն օրն էլ կանգնած է ծխում է, այնտեղ մի հատ մուսորի մաշինա կանգնեց, վրեստան ոչ մի ուշադրություն։ Իրանք էլ գիտեն էլի, ինչ ղախպությունն է Եվրոմիությունը։ Բայց ես մի բան ասեմ, ուրեմն իրականում Նիկոլին ոչ մի մարդ չի ընտրել, ասեմ ինչի, вообще ոչ ոք չի ընտրել, որտեղ ով որ Նիկոլ կարող է ընտրած, դա բոզի վերջի բոզի ծնունդ է, դա մարդ լինել չի կարող, դա կիսամարդ էլ չի, բոզի ծնունդ է, մարդանման կիսամարդակ, կիսամարդակ հայվան է։